Պարույր Սևակը նորից հարազատ դպրոցում է։ Մեծ բանաստեղծի Մարմարե Կիսանդրին քանդակագործ Լևոն Թոքմաջյանի ձեռքով զանգակատան միջնակարգ դպրոցի բակում է։ Այսօր ես ամենաերջանիկ օրերից մեկն եմ, որ իմ ստեղծագործական ասեմ վերջին, որովհետև չգիտեմ թե հետագայում մարդու ճակատագիրն ինչ կլի նմանանտ արվեստագետի, սա իմ լավագույն գործերիցն են։ Ես արել եմ ինչ որ ցանկացել եմ։ Թոքմաջյանի նվերից աշխարհով մեկ է եղել դպրոցի անձնակազմը։ Դպրոցականները քանդակագործին իրենց երախտիկն են հայտնում Սևակի գործերից հատվածներ ասելով։ Որ բարիքը գա, բարիքին դիզվի, պահեստի վրա։ Եվ ոչ թե լեզվի։ Այնպես չէ, թե գիշերը քնել է առավոտյան վեր կացել ու որոշել քանդակել Սևակին։ 88-ամյա քանդակագործը դեռ պատանի ժամանակվանից էր սիրահարված Սևակի պոեզիային։ Հանկարծ Պարույր Սևակի մոտ ես տեսնում էի ավելի կտրուկ, ավելի խիստ, ավելի գաղափարական, ավելի խրատական մոմենտներ, մոտիվներ։ Եվ ես հանգիստ չէին տալիս, որտեղ Պարույր Սևակի պորտրետի մեջ ես տեսնում էի 21-րդ դարի այն անհանգիստ իրավիճակը, որ կար։ Հենց այդպես էլ քանդակն է, մտախոհ, ժամանակի հետ կռիվ տվող։ Ասում է իրականում էլ էր Սևակն այդպիսին, առիթ ունեցել է հետը շփվելու։ Ընդհանուր ծախում էր, մեկը մեկի հետ էգրիս բան, զգում է, որ այդ մարդը ամեն վարքան է ապրում ամեն ինչը։ Թոքմաջյանը սկզբում մտածել է Կիսանդրին կանգնեցնել Պարույր Սևակի տուն-թանգարանում, բայց բանաստեղծի թոռան Սևակ Ղազարյանի հետ քննարկումների արդյունքում հասկացել է, դպրոցի բակում բանաստեղծի ներկայությունը ավելի կարևոր է։ Սկզբում ցանկանում էր թանգարանին նվիրել եւ թանգարանի տարածքում որևէ տեղ տեղադրեինք, բայց քանի որ թանգարանում այսպես թե այնպես շատ բան կա, որ հիշեցնում է Սևակի մասին, համատեղ քննարկումից հետո որոշեցինք, որ տանենք Զանգակատուն գյուղի դպրոցի բակ, որովհետեւ դպրոցում իրոք ինչ որ Սևակյան շունչը մի քիչ պակասում է։ Թանգարանը քանդակների, նկարների պակաս չունի, տարածքի խնդիր ունի։ Բանաստեղծի թոռը թանգարանի տնօրենը ասում է ձմռանը չեն կարողանում մեծ միջոցառումներ կազմակերպել, ներսի սրահը հազիվ 100 մարդ է տեղավորում։ Ձմռան ամիսներին, ցուրտ ամիսներին շինության խնդիր ունենք, այն սրահը, որտեղ հիմա ենք մենք գտնվում, փաստորեն թանգարանի միակ սրահն է, ցուցասրահն է։ Սևակի անձնական իրերից շատերը տեղի պատճառով չեն ցուցադրվում, մարդիկ դրանք չեն տեսնում։ Մենք խնդիր ունենք թե ցուցադրության, որտեղ շատ իրեր ունենք էլի Սևակից, որ կուզենայինք ցուցադրել, եւ ամենակարևորը ցուրտ եղանակին միջոցառումներ անելու ժամանակ մեր այցելուներին, հանդիսատեսներին տեղավորելու։ Սրահի փոքր լինելու պատճառով հունվարի 24-ին չեն կարողանում տոնել բանաստեղծի ծնունդը ինչպես հարկն է։ Մի շարք խնդիրներ կան նաև Զանգակատան դպրոցում, որտեղ սովորել է բանաստեղծը։ Դպրոցը չի ջեռուցվում, միայն դասասենյակներում էլեկտրական մարտկոցներ են միացված։ Միայն ջեռուցում լինի միջանցներում, հոսանքը ապահովի, որտեղ ասեմ գյուղը չունի գազ, գազամուղ չկա, որպեսի գազ։ Ստիպված մենք դիմում ենք այդ էլեկտրական մարտկոցներին։ Քանդակագործ Լևոն Քոթանջյանը հիմա ակտիվ աշխատում է Քրքրքորյանի քանդակի վրա։ Հույս ունի այն կգտնի իր արժանի տեղը Հայաստանում։ Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։